Բարի երեկո ձեզ, սիրելի հայրենակիցներ, քիչ հետո մենք սկսենք մեր ուղիղ եթերը, պարզապես մեզ անհրաժեշտ է մի քանի վայրկյան սպասել վերահեռարձակման տեխնիկական խնդիրների լուծման համար։ Այս պահին եթերը հասանելի է Facebook-յան իմ անձնական հաշվից և 168 AM լրատվական կայքի YouTube-յան ալիքից։ Ես շնորհակալ եմ, որ այս եթերը հետագայում վերահեռարձակվում են նաև այլ լրատվական կայքերի կողմից, ինչի համար նրանց բոլորին շնորհակալություն եմ հայտնում և դրա միջոցով ավելի մեծ թվով մեր հայրենակիցներ են կարողանում ծանոթանալ դրանց բովանդակությանը։ Ուրեմն այսօրվա մեր թեմատիկ զրույցը ես վերնագրել եմ կոշիկ լիզելու հետևանքները։ Գրեհիկ վերնագիր է, բայց սա մեջբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից, որը արտահայտում է դիվանագիտության մասին ունեցած իր պատկերացումները։ Ես հիմա կասեմ, թե որտեղից է վերցված այս վերնագրի հիմնական բովանդակությունը։ Ընդհանուր այսօր ես խոսելու եմ Բրյուսելում 2023 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև, Շարլ Միշել երկկողմ հանդիպման արդյունքների, այնտեղից եկող վտանգների մասին, եւ ես այս թեմայով թեմատիկ զրույց մի անգամ ունեցել եմ առհասարակ բրյուսելյան հանդիպումների վերաբերյալ, դա եղել է 2023 թվականի մայիսի 16-ին, այսինքն ուղիղ 2 ամիս առաջ, անդրադառնալով առհասարակ բոլոր հանդիպումներին։ Ես հիմա դրանց մասին շատ մանրամասն չեմ խոսի, այլ կխոսեմ միայն հուլիսի 15-ի առավելապես հանդիպումների եւ արձանագրումների մասին։ Ուրեմն ինչից է վերցված կոշիկ լիզելու վերնագիրը, որպեսզի շփոթմունք չառաջանա։ Դա 2020 թվականի մարտի 12-ին հանրաքվեի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի ժամանակ ունեցած ելույթի բովանդակությունից է։ Ցիտում եմ. ասում են, Փաշինյանի կառավարությունը միշտ ճիշտ քաղաքականություն չի վարում, ինչը կբերի պատերազմի, տեսեք հլը։ Բա եթե դուք այդքան հմուտ դիվանագետներ էիք, այնպիսի քաղաքականություն վարեիք, որ 2016-ի ապրիլյան պատերազմը չլիներ։ Ձեր դիվանագիտությունը ինչ է եղել, ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել, կոշիկները լիզել եք, ձեզ թվացել է, թե դա է դիվանագիտությունը, այ անինքնասերներ, ողբերգություններն է, որ դուք բոլորի կոշիկները լիզել եք մեր անունից, բայց մենք կոշիկ լիզող չենք, դուք եք կոշիկ լիզողը, դուք լիզել եք ու լիզելու եք, այսօր էլ վազում եք Եվրոպաներում, Մոսկվաներում, ինչքան կոշիկ եք տեսնում, լիզում եք, այտենց էլ մինչև ձեր կյանքի վերջը լիզելու եք սրա նրա կոշիկները, այ կոշիկ լիզողներ։ Սա Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքից մեջբերում էր 2020 թվականի մարտի 12-ից, այսինքն սրա պատկերացումները դիվանագիտության, դիվանագիտական հարաբերությունների մասին արտահայտվում է կոշիկ լիզելով, եւ կյանքը ցույց տվեց, թե ով է իրականում կոշիկ լիզողը եւ ինչքան ճիշտ էին այն կանխատեսումները, որ սրա դիվանագիտությունը, սրա քաղաքականությունը մեզ տանելու է պատերազմի։ Իդեպ ասեմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, չնայած որ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերաբերյալ ուներ շատ դրական կարծիք, դրական տպավորություն, 2020 թվականի դեկտեմբերի 15-ին, այսինքն պատերազմի շատ կարճ ժամանակ անց, Իլհամ Ալիևը ասել է հետևյալը. Ես ասում եմ, Փաշինյանը ոչ մեկ է, մարդ, որ գիտելիք ու փորձ չունի, չի հասկանում միջազգային հարաբերություններից, չգիտի ինչպես ղեկավարել երկիրը, մարդ, ով իր կյանքում մի փոքր կոլխոզ չի ղեկավարել, նա մեզ սադրեց, արեց անընդունելի բաներ ու պատժվեց դրա համար։ Իլհամ Ալիև 2020 թվականի դեկտեմբերի 15։ Այսինքն Իլհամ Ալիևն չնայած ինքը կարծում է, որ Իլհամ Ալիևը շատ կիրթ եւ կառուցողական է,
Բայց Իլհամ Ալիևը իր մասին այն կարծիքին է, կարծում եմ, որ օբյեկտիվ կարծիքի, որ նա բացարձակ պատկերացումներ չունի դիվանագիտությունից, միջազգային հարաբերություններից, չի կարողանում երկիր ղեկավարել եւ անգամ փոքր կազմակերպություն իր կյանքում չի ղեկավարել եւ դա հանգեցնում է այս աղետալի վիճակին։ Եվ ինչն է հետաքրքիր, որ ես մի անգամ իմ Facebook-յան գրառումներից մեկում նկատել էի, որ Շարլ Միշելը հետաքրքիր զուգադիպությամբ սրա հետ հանդիպումների ժամանակ միշտ հագնում է թավշյա շագանակագույն կաշվից կոշիկներ։ Ես չգիտեմ, Շարլ Միշելը ծանոթ է Նիկոլ Փաշինյանի կոշիկ լիզելու դիվանագիտական այդ պատկերացումներին, թե չէ, դիտմամբ է այդպիսի կոշիկներ հագնում, որ Նիկոլ Փաշինյանի մոտ գայթակղություններ չառաջացնի կոշիկ լիզելու, բայց դա փաստ է։ Ես քիչ եմ հանդիպել, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ թավշյա կաշվից կոշիկներ հագնեն, բայց Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներում դա է նախընտրում։ Լավ, հիմա շատ ավելի առարկայական եւ լուրջ այս սպառնալիքների մասին։ Նախ ինչու են հանդիպումները հերթական անգամ տեղի ունենում Բրյուսելում, Եվրոպական միությունում։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իմաստով որևէ միջազգային մանդատ չունի։ Այսինքն, նա կարող է միայն քննարկել հարաբերություններ երկու պետությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Այսինքն, եթե բանակցությունները իրականացվում են Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի Շարլ Միշելի ներկայությամբ, դա արդեն մի բանի վկայություն է, որ այդ բանակցությունները Արցախի հետ կապ չունեն։ Արցախին ընդհանրապես չի վերաբերում։ Այսինքն, եթե հանդիպումը տեղի է ունենում Բրյուսելում, հանդիպումը տեղի է ունենում Շարլ Միշելի մասնակցությամբ, ուրեմն դա նշանակում է, որ դա Ղարաբաղին չի վերաբերում։ Արցախը հանձնված է թշնամուն։ Այդ բանակցությունների վայրը եւ ձևաչափը արդեն իսկ դրա վկայությունն է, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման համար կա այլ կազմակերպություն, դա կոչվում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն, ԵԱՀԿ, որը ստեղծել էր Մինսկի խումբը, եռանախագահության ձևաչափ, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան մասնակցությամբ, որոնք պետք է միջնորդ հանդիսանային Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար եւ տասնյակ տարիներ հենց այդ ձևաչափում էլ ընթացել է խնդրի լուծումը։ Հիմա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության հարցերով կազմակերպությունը չի զբաղվում այս խնդրով, եվրոպական երկու երկրների Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության եւ համագործակցության հետ կապված հարցերով, այլ դրանով զբաղվում է Եվրոպական միությունը, որին ոչ Հայաստանն է անդամակցում, ոչ Ադրբեջանը։ Հարց առաջանում, ինչ կապ ունի Եվրոպական միությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի, այլ առհասարակ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, եթե դրանք իր կազմակերպության անդամ պետություններ չեն հանդիսանում։ Նույնիսկ թեկնածու պետություններ չեն հանդիսանում, այսինքն ոչ Հայաստանն է հայտ ներկայացրել Եվրամիության անդամակցելու համար, ոչ Ադրբեջանը, այսինքն ոչ միայն անդամներ չեն այդ կազմակերպության, այլ շատ երկար տեսանելի հեռանկարում նույնիսկ չի նախատեսվում այդ երկրների անդամակցությունը Եվրոպական միությանը։ Հետևաբար հարց առաջանում, ինչ կապ ունի այդ կազմակերպությունը մեր երկու պետությունների հետ հարաբերություններում, առավել եւս Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իմաստով։ Իդեպ ասեմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը օրինակ անդամ են Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին, անդամ են ԱՊՀ-ին, վերջերս ԵԱՏՄ-ի խորհրդի նիստին հրավիրված է եղել Ադրբեջանը նախագահի մակարդակով որպես հրավիրյալ, այսինքն մի շարք կազմակերպություններում մենք ունենք ընդհանուր անդամակցություն, բայց երկու պետությունների խնդիրները քննարկվում են մի կազմակերպությունում, որին մենք անդամ չենք, անդամ լինելու ցանկություն անգամ պետությունները պաշտոնապես չեն հայտնել,
տեսանելի ապագայում չեն լինելու, եւ այդ կազմակերպությունը չունի որևէ միջազգային մանդատ ոչ պետությունների հարաբերությունները կարգավորելու, ոչ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծելու համար, բայց Եվրամիությունը որպես կազմակերպություն ունի շատ հստակ նպատակներ, խնդիրներ եւ շահեր։ Բնականաբար Շարլ Միշելը կամ վերջին հանդիպումները, որ տեղի ունեցել Վաշինգտոնում, Միացյալ Նահանգները պարապ չեն մնացել հայ-ադրբեջանական խնդիրներով զբաղվելու համար։ Եթե նրանք ունեն ներգրավվածություն, նշանակում է ներգրավված են այս խնդիրի լուծման իմաստով իրենց շահերը առաջ մղելու համար, իրենց շահերի տեսանկյունից։ Իսկ Եվրամիության եւ Միացյալ Նահանգների շահերը բնականաբար շատ հարցերում համընկնում են եւ շատ հաճախ փորձագետները այդ կազմակերպությանը Միացյալ Նահանգներին անդամ երկրներին անվանում են հավաքական արևմուտք, որովհետեւ շատ հարցերում նրանց շահերը ուղղակի նույնն են։ Եվ հարց առաջանում, այդ դեպքում որը կարող է լինել Եվրամիության կամ Միացյալ Նահանգների շահերը մեր տարածաշրջանում։ Պարզ է, որ իրանք առանձին վերցրած Ադրբեջանի հետ շահեր չունեն, առանձին վերցրած Հայաստանի հետ առավել եւս որևէ կոնկրետ շահեր չունեն, հետեւաբար իրենց մեր տարածաշրջանը կարող է հետաքրքիր լինել առավել գլոբալ շահերի համատեքստում, իսկ այդ շահերը հակադրվում են Ռուսաստանի շահերին եւ Իրանի շահերին, պետություններ, որոնք մեզ համար բարեկամ են եւ դաշնակից։ Այսինքն, եթե հիմա Հայաստանը եւ Ադրբեջանը հավանություն են տվել այն գաղափարին, որ իրենց հարաբերությունները պետքա կառուցեն հաշվի առնելով Միացյալ Նահանգների եւ Եվրամիության, այսինքն հավաքական արևմուտքի շահերը, նշանակում է իրենք խնդրի լուծման այնպիսի տարբերակների պետքա գնան, որը վնասի առնվազն կամ հնարավորություն տա հավաքական արևմուտքին այստեղ իրականացնելու հակաիրանական եւ հակառուսական իրենց մտադրությունները։ Իսկ որ իրենք այդպիսի մտադրություններ ունեն, դրա համար ոչ դիվանագետ է պետք լինել դա հասկանալու համար, ոչ միջազգայնագետ, ոչ քաղաքագետ, դրանք այնքան պարզ են, այնքան տեսանելի, առավել եւս հիմա ռուս-ուկրաինական լարվածության ռազմական գործողությունների համատեքստում։ Նշանակում է, որ հիմա Հայաստանն ու Ադրբեջանը ըստ էության դաշինք են կազմել հակառուսական եւ հակաիրանական քաղաքականություն իրականացնելու եւ այդ պետությունների դեմ գործողություններ իրականացնելու համար։ Եվ եթե Ադրբեջանի պարագայում դա ինչ որ իմաստով կարելի է հասկանալ, որովհետեւ Ադրբեջանը դա Թուրքիայի ֆորպոստ պետություն է, դա ացանցիալ երկիր է, իր բոլոր շահերով, խնդիրներով, ապա հարց առաջանում. ինչի է Հայաստանը վարում քաղաքականություն, որը պետք է հակադրվի մեր բարեկամ Իրանի եւ մեր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Եվ հետեւաբար հարց առաջանում, թե ինչ վտանգներ կարող է մեզ համար առաջացնել այս քաղաքականությունը, որը ոտքից գլուխ ըստ էության արկածախնդրությունը։ Ուրեմն ինչն է նաև հետաքրքիր, որ Եվրոպական միությունը իդեմը Շարլ Միշելի ներգրավելով հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման այս գործընթացում հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակադիր են Եվրամիության պաշտոնական դիրքորոշումներին։ Ես չգիտեմ, Շարլ Միշելը ինքը փորձառու քաղաքական գործիչ է, ինքը վարչապետ է եղել Բելգիայում, երկարամյա քաղաքական գործունեությամբ զբաղվել եւ հիմա էլ պատասխանատու պաշտոնյա է, նա աշխարհի առանցքային միջազգային կազմակերպություններից մեկի ղեկավարն է։ Եվ նա արդյոք չգիտի, որ 2017 թվականին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը հստակ արտահայտում է նաև Եվրամիության դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման իմաստով։ Եվ այդ համաձայնագիրը վավերացված է
եւ Հայաստանի խորհրդանում, այսինքն ներքին վավերացման գործընթացը անցել, եւ Եվրոպական միության խորհրդանում, եւ Եվրոպական միության անդամ երկրների խորհրդաներում։ Այսինքն դա պաշտոնական դիրքորոշում է, որին հիմա հակադրվում է Եվրամիության խորհրդի նախագահը եւ նաեւ Հայաստանի վարչապետը, որի ղեկավարած երկրում այդ համաձայնագիրը վավերացված միջազգային փաստաթուղթ է։ Եվ հիմա նայում ենք հուլիսի 15-ի, դրանից առաջ մայիսի 14-ի Շարլ Միշելի հայտարարությունները, դրանք տրամագծորեն հակադիր են Եվրամիության արդեն իսկ արտահայտած եւ պաշտոնապես ամրագրված դիրքորոշումների հետ։ Բացի այդ, Հայաստանը եւ Ադրբեջանը Եվրամիության արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրներ են։ Այդ ծրագիրը 10 տարուց ավել պատմություն ունի։ Եվ այդ տարիների ընթացքում պարբերաբար հրավիրվել են արևելյան գործընկերության գագաթաժողովներ, որին մասնակցել են ոչ միայն արևելյան գործընկերության երկրների ղեկավարներ, այլ նաև Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները։ Եվ ամեն անգամ այդ գագաթաժողովերում ընդունվել են հայտարարություններ, որոնք վերաբերել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Եվ հիմա Շարլ Միշելը Բրյուսելում կազմակերպում է հանդիպումներ Իլհամ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, այդ հանդիպման արդյունքներով հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հակադիր են Եվրամիության պաշտոնական տեսակետներին եւ այդ կազմակերպության անդամ երկրների ղեկավարների կողմից ընդունված պաշտոնական հայտարարություններին։ Սա մի հատ նոր իրողություն է, որ մենք գործ ունենք միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների հետ։ Հետաքրքիր է, որ Եվրամիությունը Հայաստանի եւ Ադրբեջանին բանակցությունների է սկսել հրավիրել 2021 թվականի դեկտեմբերից։ Այսինքն 44 օրյա պատերազմը, ռազմական գործողությունները դադարեցվել են փաստացի հիմնական գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, որին Եվրամիությունը որևէ մասնակցություն չի ցուցաբերել եւ հիմնական միջնորդը, որի միջնորդական ջանքերով դադարեցվել են ռազմական գործողությունները, եղել է Ռուսաստանը, Ռուսաստանի նախագահը, որ ստորագրել է նաեւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եվ այդ նոյեմբերի 9-ը ստորագրելուց հետո երրակողմ հայտարարությունին անմիջապես կարճ ժամանակ անց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցել Փաշինյան, ուրեմն Ալիև, Պուտին հանդիպումը ընդունվել է նոր հայտարարություն եւ եւս մեկ հանդիպում 2021 թվականի նոյեմբերի 26-ին նորից հանդիպում երրակողմ Սոչիում ընդունվել է հայտարարություն։ Եվ այս երրակողմ ձևաչափը Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ դադարեցվել է, սառեցվել է տևական ժամանակ, ես սկսվել են ակտիվ շփումներ այլևս Ռուսաստանի հետ հակադիր շահեր ունեցող արևմուտքում, մասնավորապես Բրյուսելում։ Առաջի հանդիպումը եղել է 2021 թվականի դեկտեմբերի 14-ին, այնուհետև 2022 թվականի փետրվարի 4-ին հերավար հանդիպում է եղել Մակրոն, Շարլ Միշել, Փաշինյան, Ալիևի միջև, 2022 թվականի ապրիլի 5-ին նորից հանդիպում Բրյուսելում, ուզում եմ հիշեցնել, որ այս ընթացքում արդեն սկսվել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին է սկսել, եւ ապրիլի 5-ին նորից են հանդիպել Բրյուսելում, 2022 թվականի մայիսի 22-ին են հանդիպել, 2022 թվականի օգոստոսի 31-ին, հաջորդ եղել է 2023 թվականի մայիսի 14-ին եւ այս վերջինը 2023 թվականի հուլիսի 15-ին։ Եվ ինչ են հիմնականում քննարկել Բրյուսելում Եվրամիության հովանու ներքո բանակցություններում։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիր, երկարատև խաղաղության հաստատում։ Շատ լավ։ Նշանակում է, եթե իրենք այդ ուղղությամբ են ջանքեր գործադրում, այդ ուղղությամբ են աշխատում հանդիպումների ժամանակ քննարկում, պետքա որ հաստատվեր խաղաղություն գոնե իրենց հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում։ Բայց արի ու տես, որ եղել է ճիշտ հակառակը։
Եվրամիությունում սկսած, Բրյուսելում սկսած բանակցությունների ընթացքում 2021 թվականի, տեսեք, դեկտեմբերի 14-ին սկսել է իրենց հանդիպումները։ 2022 թվականին տեղի են ունեցել ակտիվ ռազմական գործողություններ Հայաստանի սահմաններում, մասնավորապես ամենածավալունը դա 2022 թվականի սեպտեմբերի 13-ի եւ 14-ի պատերազմն էր, ընդգրկող Հայաստանի 3 մարզերը՝ Գեղարքունիք, Վայոց ձոր եւ Սյունիք, այդ թվում ոչ միայն սահմանային հատվածներում, այլև թիկունքի խորքում գտնվող հայկական բնակավայրերի հրետակոծում, այդ թվում զբոսաշրջային նշանակություն ունեցող Ջերմուկ քաղաքը, Վարդենիսի տարածաշրջանի, Սյունիքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի գյուղերը։ Միայն այդ ռազմական գործողությունների հետևանքով 7500 մարդ Հայաստանում դարձել է ներքին տեղահանված եւ տևական ժամանակ ստիպված է եղել լքել իր հիմնական բնակավայրերը։ Հարց առաջանում, բայց եթե դուք քննարկում եք խաղաղության վերաբերող հարցեր, ինչ ռազմական էսկալացիաների մասին է խոսքը եւ ինչա տեղի ունեցել։ Այս ընթացքում ընդունվել է նաեւ հոկտեմբերի 6-ի հայտնի Պրահայի հայտարարությունը, որով ըստ Իլհամ Ալիևի եւ ըստ եվրոպական պաշտոնյաների պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավար, չեմ ասում Հայաստանը, որովհետև վավերացված փաստաթուղթ չկա, դա Հայաստանի ճանաչում չի, այլ միայն Նիկոլ Փաշինյանի, Հայաստանը ղեկավարող պաշտոնյան առաջին անգամ պատմության մեջ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է Արցախը եւ այսպես կոչված անկլավները, Հայաստանի տարածքում ադրբեջանական տարածքներ, որոնք երբևէ գոյություն չեն ունեցել Հայաստանի, անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Այսինքն Բրյուսելյան հանդիպումները դրանք ընդամենը միջավայր են, որպեսզի իրացվեն ադրբեջանական շահերը եւ պահանջները։ Իսկ թե որոնք են ադրբեջանական շահերն ու պահանջները, դա ասում է ոչ միայն Իլհամ Ալիևը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհրուն Բայրամովը, այլ նաեւ ինքը Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ազգային ժողովի նիստում նա հայտարարել է, որ Հայաստանի տարածքների սկսած Մեղրիից մինչև մայրաքաղաք Երևան հավակնությունների մասին Ադրբեջանի պաշտոնյաների նախագահի ելույթները կարող էին ընդունվել որպես զուտ հայտարարություններ, եթե այդ մասին իրենց չասվի նաև փակ դիվանագիտական հանդիպումների ժամանակ։ Այսինքն Իլհամ Ալիևը ակնհայտ հավակնություններ ունի զավթելու Հայաստանի տարածքների դեռ զգալի մասը ընդհուպ մինչև մայրաքաղաք Երևանը։ Եվ այս մասին 2023 թվականին ազգային ժողովում հայտարարել է նաև Նիկոլ Փաշինյան, ասելով, որ մենք, ինչպես մի հիմար հայտնի թևավոր խոսք դարձած նրա պրիմիտիվ այդ հիմար դատողությունները, որ իբր մենք չունենք կադաստրի վկայական, եւ եթե մենք չունենք կադաստրի վկայական, մեզ կարող են գալ ասել, դավայ հələ հավաքվեք ստեղուց, բանսենս հիմար մտքեր եւ։ Այսինքն նա հայտնում է Իլհամ Ալիևային տեսակետը, որ այո, նա ունի տարածքային հավակնություններ եւ կարող է մի օր էլ զավթեն Հայաստանի ողջ տարածքը։ Չծանրաբեռնելով ձեզ նախորդ հանդիպումների պայմանավորվածությունների մասին, որոնց ես անդրադարձել եմ իմ նախորդ թեմատիկ զրույցներում, ուզում եմ ուշադրություն հրավիրել հուլիսի 15-ի հանդիպման որոշ դետալների վրա։ Նախատեսված էր, որ այդ հանդիպումը պետք է լինի հուլիսի վերջին, 25-ին կամ 26-ին։ Բայց հետո հայտարարվեց, որ հանդիպումը կլինի հուլիսի 21-ին։ Նույնիսկ պաշտոնապես էր հայտարարվել, որ Բրյուսելում հանդիպումը կլինի հուլիսի 21-ին։ Բայց չգիտես ինչի, արագացրեցին եւս մեկ քանի օր եւ հանդիպումը կայացավ հուլիսի 15-ին։ Հանդիպմանը նախորդել են երկու արտգործնախարարների երկու տևական բանակցությունները Վաշինգտոնում, որոնք որևէ էական արդյունք չեն տվել եւ ըստ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունների սկզբունքային հարցերի վերաբերյալ
կողմերը չունեն ընդհանուր տեսակետներ եւ պայմանավորվածություններ։ Առաջի Վաշինգտոնյան բանակցությունների տապալման կապակցությամբ Պրահայում Ազատություն ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցությունների տապալման պատճառը այն է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը անգամ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Իդեպ ասեմ, որ այդ հիմար ցուցանիշները, այդ թվերը Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքի, որոնք ոչ մի պետական մարմին նման չափումներ չի արել, նման գնահատականներ չի տվել, այլ վերցված են խորհրդային ժամանակների աշխարհագրության դպրոցական դասագրքերից։ Ուրեմն այդ ցուցանիշները հրապարակել են թվերով Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ այդ թվերի մեջ են նաև Արցախը, Ադրբեջանի կազմում եւ անկլավները, դա ասել է կառավարությունում վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը, այդ թվում հուլիսի 15-ի իր հայտարարության մեջ այդ թվերի մասին որևէ հայտարարություն, որևէ բարձրաձայնում չի արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որովհետև նա ասում է, որ սահմանազատումը իրականացվելու է ոչ թե խորհրդային ժամանակների քարտեզներով, այլ ադրբեջանական պահանջներով, դա նշանակում է, որ առնվազն այն տարածքները Հայաստանի, որոնք հիմա գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ դրանք են Գեղարքունիքի մարզի վերին շորժայից հատված, մոտարապես 6 կիլոմետր Հայաստանի թիկունքի խորք ջերմուկ, 7.5 կիլոմետր թիկունքից խորք, սրանք զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներ են, Սև լճի հատված, թիկունքից մոտարապես 3 կիլոմետր խորք եւ Սյունիքի մարզի այլ հատվածներից ներխուժումներ։ Սրանք Ադրբեջանը արդեն իսկ համարում է իր վերահսկողության տարածքներ եւ երբեք պատրաստ չի իր ապօրինի զորամիավորումները դուրս բերել այդ տարածքներից։ Հետևաբար, դրա մասին Իլհամ Ալիևը ոչ մի նշում չի անում։ Այսինքն, այս հանդիպմանը նախորդել են ըստ էության Վաշինգտոնյան տապալված բանակցություններ, որտեղ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ առավելապաշտական իր նկրտումներով։ Սրան նախորդել է կարճ ժամանակ անց Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաևի գլխավորած սահմանազատման եւ սահմանային անվտանգության հանձնաժողովների համատեղ նիստը։ Չնայած արտգործ նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ նշելով, որ հանձնաժողովները ողջ կազմով են այդպիսի նիստ արել, բայց որևէ լուսանկար դրա հետ չի հրապարակվել։ Եվ այդտենց էլ պարզ չի, արդյոք հանձնաժողովները ամբողջական կազմով են համատեղ նիստ արել, թե միայն տեղի ունեցել Շահին Մուստաֆաևի եւ Մեհեր Գրիգորյանի հանդիպումը, որպիսիք եղել էին դեռևս 2022 թվականի մայիսի 24-ին եւ հունիսի 6-ին հայ-ադրբեջանական սահմանին եւ Մոսկվայում։ Ուրեմն հետաքրքիր էր, որ այդ բրյուսելյան հանդիպման հուլիսի 15-ի հանդիպման օրը հայտարարությամբ հանդես եկավ Ռուսաստանի արտգործ նախարարությունը։ Ես հիմա չեմ մեջբերի այդ հայտարարության ամբողջ բովանդակությունը, բայց գլխավոր հարցը կայանում էր դրանում, որ իրավիճակը Արցախում, այդ թվում Լաչինի միջանցքի արգելափակումը հսկիչ անցակետի միջոցով, այդ ճանապարհի կապը կտրելը, ուղիղ կենսական կապը Արցախի եւ Հայաստանի միջև, նոր իրողությունները, որոնք առաջացել են, դրանք հետևանք են հոկտեմբերի 6-ի հայտարարության, որտեղ առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, եւ սա նշանակում է, որ ստեղծել են, առաջացել են նոր իրողություններ, նոր փաստեր, որոնք անելանելի իրավիճակի առջև են դրել նաեւ մինչ այդմ միջնորդ հանդիսացած եւ փաստաթղթեր ստորագրած կողմի Ռուսաստանի համար։ Այսինքն պարզ է, որ եթե Հայաստանը Արցախը հանձնում է Ադրբեջանին, Ադրբեջանը իր պետության ներսում, արդեն եթե դա իր պետության ներսն է, իրականացնում է ցանկացած քաղաքականություն, ինչպես իրականացնում է ցանկացած սուվերեն երկիր։ Եվ հիմա հուլիսի 15-ին Ադրբեջանի կողմից առաջադրած հարցադրումները այլևս այդ տրամաբանության մեջ են։ Այստեղ ոչ միտեղ չի քննարկվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարց, Լաչինի միջանցքի որպես իրավական կարգավիճակ ունեցող տարածքի հարց,
հետագա Արցախի ժողովրդի անվտանգության հարց։ Այստեղ բոլոր հարցերը արդյունավետ քննարկում են որպես Ադրբեջանի ներքին խնդիրներ, ինչը որ ադրբեջանական օրակարգ է։ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 15-ի այցի վտանգավոր դրսևորումներից մեկը նրա կնոջ մասնակցությունն է եղել այդ աշխատանքային այցին։ Աննա Հակոբյանը եղել է պաշտոնական պատվիրակության կազմում, բայց ոչ մի հանդիպան չի մասնակցել։ Իսկ այցելության ընթացքում գտնվելով Բրյուսելում իր հյուրանոցային սենյակի ննջասենյակից մի տեսանյութ է հրապարակել Ալբերտ Էյնշտեյնի գրքով եւ մի շապիկով, որի վրա գրված է եղել հետեւյալը հայերեն թարգմանությամբ. Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր։ Այսինքն այս մեսիջն էլ, այդ հաղորդումն էլ Աննա Հակոբյանը տվել է ողջ հանրությանը, որ ահա թե ինչ է սպասվում ոչ միայն արցախահայությանը, այլ նաև հայ ժողովրդին։ Դա նշանակում է ունենալ ընդամենը մի կապոց, որով պետք է որպես փախստական մենք թողնենք Հայաստանը, թողնենք Արցախը եւ գնանք օտար երկրների։ Դեպ այդ գրառումը եղել է անգլերեն լեզվով։ Ուրեմն առաջի տպավորությամբ այդ հուլիսի 15-ի բանակցություններից կարելի է մտածել եւ այդպես էլ շատերը մեկնաբանում են, որ առանձնապես ոչինչ տեղի չի ունեցել, որովհետեւ որևէ էական պայմանավորվածություններ չի ձեռք բերվել։ Բայց սա միայն առաջի տպավորությամբ, որովհետեւ իրականում եթե կարևորագույն հարցեր չքննարկվեին, բարձր մակարդակի պետությունների ղեկավարների հանդիպում տեղի չէր ունենա։ Առավել եւս որ արտգործնախարարները արդեն 2 անգամ հանդիպել էին։ Արտգործնախարարների հանդիպումների նպատակը պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունն է։ Եվ եթե նրանք իրենց ղեկավարներին զեկուցեն, որ դեռևս քննարկման հարցերը այնպիսին են, որ որևէ բան չկա բարձր մակարդակում քննարկելու, այդ հանդիպումները հետաձգվում են, դրանք չեն կայանում։ Այսինքն միայն այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ հանդիպել է, դա նշանակում է, որ քննարկման հարցերը եղել են շատ կարևոր եւ առարկայական։ Իդեպ միշտ է հետաքրքիր, որ այդ հանդիպումներին երբևէ արտաքին գործերի նախարարները չեն մասնակցում։ Սա շատ զարմանալի է եւ տարօրինակ, որովհետեւ օրինակ իմ դիվանագիտական աշխատանքի ընթացքում ես չեմ հիշում Սերժ Սարգսյանի որևէ պաշտոնական կամ աշխատանքային այցելություն, որ իրեն չողեկցի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Եվ ահա այս Նիկոլ Փաշինյանի սեպարատ միանձնյա գործելու գործելավոճը նաև արտահայտվում է այս կարևոր հանդիպումներին։ Իդեպ ասեմ, որ հանդիպումների ժամանակ երկու իրարից տարբերվող հարցերը հրապարակումներ են արել պաշտոնական Հայաստանի կառավարությունը եւ Ադրբեջանի նախագահի կայքը։ Նիկոլ Փաշինյանի հաղորդագրության մեջ ասում է, որ քննարկված հարցերից են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, իսկ ադրբեջանական հաղորդագրության մեջ ասում է, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական ապօրինի կազմավորումների դուրսբերման հարց, այսինքն բնական է խոսքը վերաբերվում է Արցախի պաշտպանության բանակին, որը Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով առանց որևէ պայմանագրի, առանց որևէ փաստաթղթի 20 թվից հետո արդեն սկսել է դրա լուծարման գործընթացը, որովհետև պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակից եղել է միայն զորացրում եւ զորահամալրում Հայաստանի քաղաքացի ժամկետային զինծառայողներով չի իրականացվել, ինչի հետևանքով պաշտպանության բանակի թվաքանակը էապես կրճատվել է եւ շրջափակման մեջ գտնվելու պայմաններում Արցախի պաշտպանության բանակը չի համալրվել, նույնիսկ մինչև Լաչինի միջանցքը փակել է պատերազմից հետո առհասարակ որևէ սպառազինություններ եւ ռազմամթերքի մատակարարում չի իրականացվել։ Հետևաբար Արցախի պաշտպանության բանակը հիմա գտնվում է շրջափակման մեջ եւ ունի ինքնապաշտպանական շատ թույլ կարողություններ։ Եվ սա է պատճառը, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի ընդամենը մեկ բանակային կորպուս այլևս ի վիճակի է չեզոքացնել եւ ոչնչացնել Արցախի պաշտպանության բանակը։ Եվ հիմա հարց է դրված, որ ամբողջությամբ բոլոր զինված հայկական կազմավորումները, այն Արցախի պաշտպանության բանակը լուծարվի։
Այդ մասին Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ ոչինչ չի ասում։ Իսկ ինչ ասում Շարլ Միշելը, ամենածավալուն հաղորդագրությունը վերաբերում է Շարլ Միշելի հաղորդագրության։ Ասում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները եւս մեկ անգամ լիովին վերահաստատել են իրենց հարգանքը մյուս երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ այդմ Հայաստանի տարածքը կազմում է 29800 քառակուսի կիլոմետր քառակուսի, իսկ Ադրբեջանինը 86600 կիլոմետր քառակուսի։ Կրկին Ալիևը չի խոսում այդ մասին, նման հայտարարություններ անում է կամ Փաշինյանը կամ Շարլ Միշելը, ավելին Փաշինյանն ասում է, որ Ալիևը չի ընդունում Հայաստանի տարածքը թվերով։ Հաջորդ հարցը վերաբերում է սահմանի սահմանազատմանը։ Ուրեմն սահմանի սահմանազատումը, որը հիմա ստեղծված է հանձնաժողով, գործնականում անհնար է իրականացնել։ Եվ Մեհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆայևի հանձնաժողովների հանդիպան արձանագրություններում քննարկվում են այս պահի դրությամբ բացառապես կազմակերպական հանձնաժողովների աշխատանքը կազմակերպելու հետ առնչվող հարցեր։ Դեռևս 1 մետր սահմանի հստակեցում այդ հանձնաժողովների կողմից չի իրականացվել։ Հաղորդակցություն։ Ասում է, կապի եւ հաղորդակցության հետ կապված կողմերը նաև հատուկ առաջընթաց են գրանցել վերջին 2 ամիսների ընթացքում տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղված իրենց քննարկումներում։ Հրդեսեք ինչ է ասում, ասում է հատուկ հստակ առաջընթաց են գրանցել։ Իսկ Լաչինի միջանցքը փակ լինելը, Արցախը գերության մեջ պահելը, Հայաստանի տարածքում միջպետական նշանակության ճանապարհի Գորիս Կապան Ճակատեն հարվածները փակ պահելը, Շարլ Միշելը ամփոփելով Նիկոլ Փաշինյանի հետ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպումը համարում է որպես հատուկ առաջընթաց։ Պատկերացնում եք, տրանսպորտային շրջափակման իմաստով։ဆိုմենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության իրավասության փոխադարձության սկզբունքը։ Պետք է անապահ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը։ Այսինքն ընդամենը պարզադառնում, որ քննարկվել է Իլհամ Ալիևի պահանջը, այն է բացել Զանգեզուրի միջանցքը եւ կապ ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջեւ։ Այստեղ տրանսպորտային ապաշրջափակման հարցեր են քննարկում Լաչինի միջանցքի փակ լինելու պարագայում, էլ չեմ ասում Վարդենի Սոտ Քարվաճար ճանապարհի փակ լինելու պարագայում, մյուս ճանապարհների փակ լինելու պարագայում։ Հետևաբար Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, գտրելով Հայաստանը Արցախից, գտրելով Գորիս քաղաքը իր բարձկենտրոն Կապանից, հարց է բարձրացնում եւ այդ հարցերը քննարկում է Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանի տարածքով պետք է ադրբեջանցիները գնան Նախիջևան։ Այսինքն սա լիարժեք կապիտուլյացիայի վերջնական քննարկումներն է ծավալում եւ իրականացնում է Զանգեզուրի միջանցքը։ Իդեպ ասեմ, որ այս խնդիրը Իլհամ Ալիևը ասել է, որ massամբ լուծված է Զանգեզուրի միջանցքը, որովհետեւ օթային հաղորդակցությունը Զանգեզուրի միջանցքով արդեն գոյություն ունի։ Եվ այդ իմաստով ճիշտ ասում, որովհետեւ մինչ օրս շարունակում են ամենօրյա կանոնավոր չվերթները Գյանջա Նախիջևան, Բաքու Նախիջևան ուղղություններով, որոնք թռնում են Վայոց ձորի մարզի օդային տարածքով։ Ռադար 24 ծրագիրով այդ application հավելված ունի հեռախոսում, կարող են հիմա ներբեռնել եւ նայել թեորական քանի չվերթը Հայաստանի օդային տարածքով Սյունիքով եւ Վայոց ձորով անցնում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող։ Եվ չնայած այն բանին, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայաստանյան ծագում պատկանելություն ունեցող ավիաընկերությունների օդանավերի համար, հայկական ոչ մի օդանավ չի կարող մտնել Ադրբեջանի օդային տարածք, մինչև հիմա է դա փակ, Թուրքիան անգամ փակ է Հայաստանի օդային տարածքը, բացում են միայն կառավարական օդանավի համար, որ ասենք Նիկոլ Փաշինյանը գնա մասնակցի Ռեջեփ Թայիփ Էրդողանի ինագուրացիա արարողությանը եւ ծափահարի այն ժամանակ, երբ որ ինքը գրկախառնվում է Իլհամ Ալիևի հետ։ Բայց քաղաքացիական օդանավերի համար օդային տարածքը փակ է, իսկ Հայաստանի օդային տարածքը մինչև հիմա բաց է եւ Իլհամ Ալիևն ասում է, որ դա նույնպես Զանգեզուրի միջանցք է,
օդային հաղորդակցության խնդիրը արդեն լուծված է եւ իրանց մնում է լուծել միայն ցամաքային, այսինքն ավտոմոբիլային եւ ուրեմն երկաթուղային հաղորդակցության հարցը։ Իդեպ ասեմ, այս Շարլ Միշելի հայտարարության մեջ վաղուց այլևս ոչ մի խոսք չկա Արցախի գազամատակարարման խափանման, էլեկտրամատակարարման խափանման, այսինքն տնտեսական ենթակառուցվածքների, տրանսպորտային ենթակառուցվածքների մյուս տեսակների վրա։ Այս հարցը արդեն ընդհանրապես շրջանառությունից դուրս է մնացել։ Ուրեմն հաջորդ հարցը կոչվում է մարդասիրական հարցեր։ Մենք քննարկել ենք Ղարաբաղի հայ բնակչության վիճակ եւ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված վիճակը եւ որպես Լաչինի ճանապարհի հետ քննարկման հարց առաջ են բերել, այդ մասին այսօր խոսել է նաեւ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոլվո Կլարը, ասում է, որ Աղդամի կողմից մարդասիրական բեռների մատակարարումների ապահովելու հնարավորության հարց պետք է ստեղծվի, այսինքն ոչ միայն Լաչինի միջանցքը պիտի բացվի, այլ Աղդամով պետք է մատակարարումներ լինեն։ Դե պարզ է, որ Լաչինի միջանցքը չի բացվել եւ չի բացվելու, քանի Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն, Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևը, սրանք որպես մարդասիրական հարց քննարկում են Աղդամով մատակարարումների ապահովման հարցը։ Եվ այստեղ հետաքրքիր հարց առաջանում։ Եթե քննարկվում է Ղարաբաղի հայ բնակչության հարցը, օրինակ, ինչի չի քննարկվում Հադրութի հայ բնակչության վերադարձը Հադրութ, Շուշիի բնակիչների վերադարձը Շուշի, Մատաղիսի բնակիչների վերադարձը Մատաղիս, Թալիշի բնակիչների վերադարձը Թալիշ։ Ադրբեջանը ինչ ասում։ Ասում է, որ եթե նրանք դարձան Ադրբեջանի քաղաքացիներ, նրանց իրավունքները կհարգվեն, չէ, պետք է ուղիղ երկխոսություն լինի, սրանք են ասում Ստեփանակերտի ցակասը հաջորդ հարցն է։ Եվ Բաքվի միջև։ Այսինքն որ ինչ քննարկվի, որ Արցախահայերը ապրեն Արցախում, Իտո հադրութիցիներն էլ ապրեն Հադրութում, այսինքն եթե Ադրբեջանը հիմա լիարժեք վերահսկողություն է ուզում հաստատի Արցախի նկատմամբ, հիմա ինքը Արցախի մի հատվածի նկատմամբ ամբողջ Հադրութի շրջանի նկատմամբ վերահսկողություն ունի։ Հələ մի հատ թույլատրի Հադրութի բնակիչները վերադառնան Հադրութում, իրենց տներում որտեղ ապրել են, այնտեղ ապրեն։ Իդեպ ասեմ, Ադրբեջանի կողմից մինչ օրս ոչ միայն Հադրութի մյուս գյուղի, անգամ Շուշի քաղաքի բնակեցման որևէ ծրագիր չի իրականացվել։ Այսինքն Շուշի քաղաքում դեռևս քաղաքացիական բնակչություն գոյություն չունի։ Եթե մի քանի ընտանիքներ կան, դրանք ընդեղի զինվորականների, հատուկ ծառայությունների աշխատակիցների ընտանիքի անդամներ են։ Վերաբնակեցման ծրագիր դեռևս օկուպացված տարածքներում չի իրականացվել։ Բայց եթե դու Ադրբեջան ասում ես, որ կարա արցախցիների իրավունք պահես, իրենք ապրեն որպես ադրբեջանի քաղաքացիներ։ Հիմա Հադրութը լիարժեք ադրբեջանական վերահսկողության տակ է։ Դոլը մի հատ քննարկվի, Հադրութի բնակիչները գնան Հադրութում, առանց շրջափակման, մի հատ այնտեղ ապրեն։ Տեսնենք ստացվում է նրանց ապրելը։ Դու կարողանում ես երաշխավորել նրանց կյանքի իրացման հնարավորությունները այդ տարածքում, որ մտածեք, ասենք, որ կարող է նաև դա լինի Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում կամ Մարտակերտում։ Ակնհայտ է, չէ, որ այդպիսի հարցեր անգամ չի քննարկվում, եւ Նիկոլ Փաշինյանը այդ հարցերը նույնիսկ չի բարձրացնում։ Հիմա անվտանգության իր էս ասում, Բաքվի եւ նայեք ինչ տերմին է սկսել գործածվել։ Նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսություն։ Ուզում եմ հասկանալ, այսինքն, երբ որ ասվում է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակիչ, որ պետք է երկխոսի, ով է այդ բնակիչը։ Եթե Ադրբեջանը Արցախի իշխանությունների ֆորմալ ընտրված իշխանություններին, ասենք օրինակ Արայիկ Հարությունյանի գոյությունը չի ճանաչում։ Հակառակ Իլհամ Ալիևը ասել է, պետք է բոլորդ հրաժարվեք այդ ձեր պաշտոններից, նախագահ, ազգային ժողովի պատգամավոր, նախարար, չգիտեմ, որպեսզի ես ձեզ չդատեմ, համաներում կիրառեմ։ Բայց դա չի ընդունում Արայիկ Հարությունյանին որպես ընտրված Արցախի բնակչության ներկայացուցիչ։ Բա ում հետ ինքը պիտի բանակցի, վիճակահանություն պիտի անեն Ստեփանակերտի բնակիչներից, ով պետք է գնա նրա հետ, կամ նրա հետ պիտի բանակցի։ Ինչ բանակցությունների մասին է խոսքը։ Բայց Շարլ Միշելը չի լսել
Իլհամ Ալիևի մինչ այդ ունեցած հայտարարությունները, որ ասում է ոչ մի հատուկ կարգավիճակ, ոչ մի առանձնահատկություն հայերը Ադրբեջանում չեն ունենալու։ Ադրբեջանը բազմազգ պետություն է, Իլհամ Ալիևի խոսքերն եմ, ոչ բառացի մեջ բերում։ Ադրբեջանը բազմազգ պետություն է, հիմա էլ կան բազմաթիվ ազգեր, որոնք ապրում են, հայերն է կլինեն դրանցից մեկը, պետք է ենթարկվեն Ադրբեջանի սահմանադրության եւ օրենքներին։ 10 տարի լրացավ պիտի գնան Ադրբեջանի բանակում ծառայեն, դպրոցներում պիտի սովորեն ադրբեջաներեն որպես իրենց պետական լեզու, շատ կարող ունենան մշակութային խմբակներ եւ այլն ինքնավարության բանը, ներքին ազգային երգ ու պար եւ բան, իրենց գործվածները կրեն, չգիտեմ, տենց այսինքն ինչ ուղիղ երկխոսության մասին է խոսքը, որ սրանք հիմա բերեն Բաքվի եւ Ստեփանակերտի հայ բնակչության միջև շփում։ Պարզաբար նման բան գոյություն չի ունելու եւ այդ անմիտ մտածմունքներով ընդամենը շղարշ են ստեղծում, ժամանակ են ձգում։ Ձերբակալվածների վերաբերյալ հարցում ոչ մի խոսք չկա 2020 թվականից գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Ընդամենը անդրադարձ կա, տեսեք ինչ ձևակերպում է։ Ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունն առայն, որ զինվորների ազատ արձակումը, ովքեր անզգուշորեն անցնում են մյուս կողմը, կհեշտացվի։ Այսինքն անզգուշորեն անցած կողմ ակնհայտ է, չէ՞ թե սա ում է վերաբերում։ Սա վերաբերում է այն երկու ադրբեջանցի դիվերսանտներին, ովքեր մտել էին Սյունիքի մարզ, սպանել էին Քանջարանցի պահնորդին, հասել էին մինչև այն զոհված զինծառայողի տունը, որտեղ մի քանի օր առաջ եղել էր վարչապետի կին Աննա Հակոբյանը եւ կապանցի քաղաքացիական անձիկ երիտասարդներն են դրանց բռնել։ Սրանց Հայաստանի դատարանով դատել է 11 տարվա ազատազրկման, դրանից հետո ադրբեջանցիները առևանգել են երկու հայ զինծառայողի, որոնք վերջերս Սումգայիթի դատարանում դատվեցին 11 տարի 6 ամիս ազատազրկման նպատակով, որ նրանց փոխանակեն, այսինքն ադրբեջանցի հետ, այսինքն Հայաստանի տարածքից ադրբեջանցիները առևանգել են դիրքեր, սնունդ եւ ջուր մատակարարող զինվորներին, որպեսզի փոխանակեն իրենց դիվերսանտին, ով որ ներթափանցել է Հայաստանի տարածք եւ սպանել է Հայաստանի քաղաքացին։ Եվ Նիկոլ Փաշինյանը հիմա Ալիևի դա է քննարկում, ըստ ոչ մի խոսք չկա մյուս ռազմագերիների վերադարձի մասին, որոնց ինքը 2021 թվականի նախընտրական շրջանում ասում են 2 ամիս ընդամենը պիտի սպասեն մեր գերիները, անցել է 2 տարի եւ ասում են ես իմ տղոն պիտի ուղարկեմ որպես պատանդ կամ այլ կարգավիճակով նրանց հետ փոխանակելու համար, տղեն դարձավ առիթ զոհված զինծառայողի մորը դատելու համար։ Ուրեմն ամփոփելով, սիրելի հայրենակիցներ, ուրեմն շատ չմանրամասնեմ եզրահանգումները։ Հանդիպման հայտարարություններում եւ հաղորդագրություններում գոյություն չունի անգամ մի հարց կամ դետալ, որից հայկական օրակարգի կամ շահերի առաջխաղացում արձանագրի։ Այսինքն այս հանդիպումների մեջ մի հարց անգամ չկա, որ ասենք այս սա մեզ համար շահեկան է։ Այս մի հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը բխում է թեկուզ մեկ հայի, մեր պետության, մեր քաղաքացիների շահերից։ Իսկն բրյուսելյան հանդիպումների նպատակը ադրբեջանական շահերի իրացումն է, իր պահանջների կատարումը Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչին մեծապես նպաստում է Եվրամիությունը, որը ուղիղ առարկայական շահեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, պայմանավորված էներգետիկ ընդհանուր պրոյեկտներով, Թուրքիայի դերակատարումով, Թուրքիան ասենք ի տարբերություն Հայաստանի Եվրամիության ասոցիացված անդամ է, Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է, Թուրքիան Եվրամիության անդամ երկրների հետ միասին մեկ ռազմաքաղաքական բլոկի, ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը դրա ածանցյալ պետություն է, այսինքն Եվրամիությունը ընդամենը օգնում է Ադրբեջանին, որպեսզի ինքը իր պահանջները ներկայացնի Նիկոլ Փաշինյանի, սա էլ կատարի։ Այս հանդիպումներում ոչ մի հայկական շահ չի իրացվում։ Ադրբեջանը հետևողականորեն ըստ իր կազմած գրաֆիկի հասնում է իր առջև դրված բոլոր խնդիրների իրականացմանը։ Հանդիպումների այս ձևաչափը բրյուսելյան հանդիպումն է։ Ամենավտանգավորն են Հայաստանի եւ հայ ժողովրդի համար։
այս հանդիպումներն ունեն ակնհայտ հակառուսական եւ հակաիրանյան շեշտադրումներ։ Տեսեք, ինչի է միտված, չէ՞, քիչ առաջ խոսում էի սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերի մասին։ Ինչի են ուզում սրանք հստակություն մտնեն սահմանների միջև, որովհետեւ որ պահին որ ստորագրվեց փաստաթուղթ սահմանների վերաբերյալ, հաջորդ օրը 1 օր ավել չեն սպասելու։ Ադրբեջանցիները ռուս խաղաղապահներին ասել են, մենք չունենք Ռուսաստանի հետ պայմանագիր, որ Ադրբեջանի տարածքում կարող են լինել ռուսական ռազմական միավորումներ։ 1 օր շուտ հանելու են ռուս խաղաղապահներին Արցախից։ Ինչի համար։ Որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության 4-րդ կետում գրված է հետևյալը, ցիտում եմ. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվելու է 5 տարի ժամկետով, որը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Այսինքն խաղաղապահները պիտի մնան մինչև 2025 թվականը եւ նրանց ժամկետը գրած է ինքնաբերաբար երկարացվում է։ Հիմա պարզ է, որ Ադրբեջանը հիմիկվանից է ասել, որ 5 տարի լրացավ պետքա դուրս գալ։ Բայց քանի որ Ադրբեջանի քաղաքականությունը ցեղասպան է եւ խաղաղապահների գոյությունը միակ երաշխիքն է հայերի այնտեղ մնալու համար, 2025 թվականին այդ հարցը կարող է բարձրացվի։ Որպեսզի այդ հարցը չբարձրացվի, Նիկոլ Փաշինյանն եւ Իլհամ Ալիևը ձգտում են, որպեսզի այս տարվա ընթացքում, ասենք 2023-ին, եթե չէ գոնե 2024-ի սկզբին, խաղաղապահներին արդեն հանեն Ադրբեջանի, այսպես կոչված էլի, ադրբեջանական ընդունեն Ադրբեջանի տարածքը սահմաններով ամրագրեն, որ Ադրբեջանը պահանջի խաղաղապահների դուրս բերումը 2025-ից շուտ, որպեսզի դիվանագիտական քննարկումների անգամ առիթ չհանդիսանա նրանց ժամկետի երկարացման համար։ Ուրեմն Ադրբեջանը լուծված է համարում անկլավների հարցը, այսինքն արդեն իսկ դա այդ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով դա համարվում է լուծած, իսկ անկլավ հանձնել Ադրբեջանին նշանակում է ոչ միայն խախտել Հայաստանի սահմանադրությունը, այլև Ադրբեջանին հանձնել ամբողջությամբ Տավուշի մարզը, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը, այսինքն երասխից Ադրբեջանը կտրելու է Հայաստանի վերահսկողությունը հարավի նկատմամբ, Վայոց ձոր եւ Սյունիք Արարատի մարզի մի մասը։ Պետք է անհապաղ վերադառնալ Միսկի խմբի համանախագահության բանակցային գործընթացին, ինչքան էլ որ Ադրբեջանը դա չուզի, միակ ձեռքբերումը այն է, որ կնքված չի որևէ գրավոր համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա պետք է խափանել։ Իլհամ Ալիևն ասում է, Նիկոլ Փաշինյանը ինչ ասում է, մեր օգտին է, բայց դա պետք է գրել թղթի վրա։ Հայ ժողովուրդը պետք է խափանի որևէ փաստաթղթի ստորագրումը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրինական ղեկավար չի, նա զավթել է մեր ժողովրդի իշխանությունը, հետեւաբար նա չի կարող հանդես գալ Հայաստանի եւ հայ ժողովրդի անունից, եւ այս իրավիճակի փոփոխության միակ հնարավոր տարբերակը դա իշխանափոխությունն է, կամ Ադրբեջանում, կամ Հայաստանում։ Այսինքն, քանի Նիկոլ Փաշինյան եւ Իլհամ Ալիևը մնացին իշխանության ղեկին, այս պայմանավորվածությունները իրենց մեջ շարունակվելու են եւ ավարտի են հասցնելու։ Որպեսզի սա խափանվի, սրանցից մեկը պիտի իշխանությունից հեռացվի, կամ Իլհամ Ալիևը պիտի մի բան պատահի, նա չլինի Ադրբեջանի նախագահ, նոր նախագահ լինի, կամ սրա հետ պիտի մի բան պատահի։ Հիմա պարզ է, որ մենք չենք կարող մտածենք, թե Ադրբեջանում իշխանության փոփոխություն ոնց պիտի իրականացնենք, միակ հնարավոր ձևը իրավիճակը փոխելու Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն է։ Ուրեմն իրավիճակը դեռևս անելանելի չի, լուծումներ կարող են գտնվել եւ Վարդան Օսկանյանի հայտարարությունները հենց դրա մասին է, որ ցանկացած իրավիճակում, անգամ այս իրավիճակում հնարավոր են գտնվել նպաստավոր լուծումներ այս իրավիճակից, այս ողբերգությունից դուրս գալու համար, իսկ դրա հնարավոր ձևը նորից եմ գտնում Հայաստանում իշխանափոխությունը, որի համար ես այսքան վերլուծություններից, այսքան ուսումնասիրություններից, այսքան ելույթներից, հարցազրույցներից բացի նախաձեռնում եմ մշտապես պարբերաբար հրապարակային կոնկրետ գործողությունների միտված քայլեր։ Դա հուլիսի 5-ի հանրահավաքն էր, որին
լայն հասարակական աջակցություն չեղավ, բայց ես չեմ կոտրվել եւ նախաձեռնել եմ եւ հրավիրում եմ հանրահավաք օգոստոսի 23-ին, անկախության հռչակագրի ընդունման օրը։ Եթե մենք այս դժբախտությունը չկանխենք, Հայաստանը կործանվելու է վերջնականապես։ Իսկ դրա համար սրանք գնում են ամեն քայլի։ Օրինակ Երևանի ավականու ընտրությունը, ես առաջիկայում խոսեմ դրա մասին, դա ոչ թե դրա համար է, որ Ավինյանը լինի քաղաքապետ եւ այլն, այլ դա դրա համար է, որ Նիկոլ Փաշինյանը իր վարչական ուժը կիրառելով, բանով ցույց տա, որ Հայաստանի բնակչությունը, Երևանը Հայաստանի բնակչության կեսն է, որ իրեն դեռ վստահում են, որպեսզի ինքը համարի, որ ինքը նոր մանդատ է ստացել ժողովրդից, որպեսզի գնա ստորագրի Հայաստանի վերջնական կապիտուլյացիայի պայմանագրից։ Երևանի ավականու ընտրությունը դա ունի չափազանց կարևոր քաղաքական նշանակություն։ Դրա համար այդ ընտրությունների վերաբերյալ մեր հասարակության վերաբերմունքը պետք է լինի չափազանց պատասխանատու եւ խափանի սրանց ծրագրերը։ Ես հուլիսի 21-ին ժամը 12-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում հրավիրել եմ մամուլի ասուլիս, որտեղ կներկայացնեմ որպես տեղական ինքնակառավարման հարցերով փորձագետ տեղական ինքնակառավարման մարմինների խայտառակ ընտրությունները Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո 2018-2023 թվականներին։ Եվ այդ եզրահանգումը հենց դա է լինելու, որ պետք է խափանել այս հանցախմբի կեղտոտ ազգադավ ծրագրերը եւ ադրբեջանա-թուրքական շահերի իրականացման իրենց նպատակները։ Այսքան այսօրվա համար, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։